Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նրան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Modus Vivendi կենտրոնի ղեկավար, ազգային ժողովրդարական բևեռի խորհրդի անդամ պարոն Արա Պապյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Պապյան, շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Պարոն Պապյան, բոլորս արդեն կորցրել ենք հաշիվը այն երկրների, որոնք ողջունում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, կարծես թե համաձայնեցված այդ կետերը խաղաղ պայմանագրի մասին է խոսքը, բայց դուք ձեր վերջին հարցազրույցում բառացիորեն կարծեմ 3 էր, դուք ասացիք, որ չափազանցված է այս գործընթացի կարևորությունը, փոքր են ցույց տրվում այն բոլոր խնդիրները եւ վնասները, համարում եք դուք, որ այս գործընթացը հասցրել է մեզ եւ դեռ հասցնելու է։ Այժմ մենք խոսենք այդ մասին։ Ինչ խնդիրներ եք դուք տեսնում այս գործընթացի հետ կապված։ Նախ ասեմ, որ բնական է, որ երկրները ողջունում են, որովհետև հնարավոր չի, որ երկու հարևան երկիր հայտարարեն, որ գնում են խաղաղության, մյուսներն ասեն, չէ, գիտեք, խաղաղության մի գնացեք։ Ասում եմ փոքր է, որովհետև ըստ էության սխալ է այն հիմնական դրույթը, որ փաստաթուղթը խաղաղության մասին եւ խաղաղությունը նույնականացվում է։ Նորագույն պատմությունը լեցուն է բազմաթիվ դեպքերով, երբ որ 1000 տեսակի փաստաթուղթ կա ստորագրած, եթե չկա կամքը խաղաղության, դա չի լինում։ Հա, հիմա գանք նրան արդեն ինչու է այդ վնասները փոքր։ Շատ պարզ, որովհետև Ալիևը այս համաձայնեցված 17 կետերով չի սահմանափակվելու եւ այստեղ համաձայնեցվածը պիտի ճակերտների մեջ վերցնել, որովհետեւ ըստ էության Ալիևը ներկայացրել է իր պահանջները, հայկական կողմը ընդունել է բոլորը առանց բացառության, բայց 17-ով չի ավարտվում ամեն ինչ։ Մենք արդեն գիտենք, որ իրենք բարձրաձայնել են տարբեր պահանջներ, շատ հետաքրքիր է, որ սա արվում է նախապես ոչ միայն պաշտոնյաների կողմից, այլ այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչների կողմից, բառացիորեն 2 օր առաջ 7 պահանջ առաջադրեցին, նոր 7 պահանջ, որոնք մեծ ցանկության դեպքում էլ հնարավոր չէ իրականացնել։ Այսինքն իրենք կորզում են իրենց ինչ որ պետք է, վերջը անգամ սա չեն ստորագրելու։ Կամ կոնկրետ ինչ վնասներ է տվել։ 20-20-ի պատերազմից հետո եւ նաեւ Արցախի հայաթափումից հետո ամենապաշտպանված 30 տարի կայացած պաշտպանական դիրքերը դրանք Հայաստանի հյուսիսարևելյան հատվածի Տավուշի դիրքերն են, այդ Կիրանցի եւ այլն։ Մենք դա զիջել ենք, այսպես հանուն խաղաղության։ Եվ այսօր դեպի Վրաստան, որ նշանակում է դեպի բաց աշխարհ, մեր հիմնական ճանապարհը վտանգի տակ է։ Ուղիղ գնդակոծության տակ է գտնվում այդ ճանապարհը, որը ցանկացած բախման դեպքում ճակատագրական է լինելու դրա փակելը մեզ համար։ Հայկական կողմը իր այս հայտարարություններով ստեղծել է իրավական հիմք Ադրբեջանին մեզ որպես ագրեսոր ներկայացնելու եւ տարբեր պահանջներ դնելու։ Մասնավորապես, եթե մինչեւից 2 ստեկ հանվեն պահանջները միջազգային դատարաններից, իսկ կետերից մեկը դա էր, որովհետեւ հայկական կողմը լուրջ հիմքեր ուներ այդ պահանջների։ Միևնույն է Ալիևը արդեն սա անձամբ Ալիևը ոչ թե ասա կազմակերպություն ասաց, որ Ադրբեջանին հասցրած Հայաստանի վնասների հարցը պիտի քննության առարկա լինի, այսինքն իրենք դատարանից անում են, բայց մտցնում են 2 կողմանի այս 2 ստեկ բանակցային ձևաչափի մեջ, իսկ իրենք արդեն հնչեցրել են 10 միլիարդից 60 միլիարդի թվեր են ասում եւ վստահ եմ այս միլիարդները շատանալու են։ Հիմա հարցը առաջանում, եթե այդ պահանջը Ալիևը արդենից բարձրացնել է, ո՞նց ենք դա կատարելու։ Հասկանում եք ինչ գումար է օրինակ 60 միլիարդը, մեր պարտքը 12 միլիարդի շուրջ է, մեր բյուջեն 2.5 միլիարդ է, մյուսը էլի Ալիևի կողմից բարձրացնած այդ միջազգային մի ֆորում էին վերջերս անցկացնում, իսկ Ալիևը այդ առումով բավականին լավ է քարոզչության մեջ, ասաց, որ բոլոր նրանք, ովքեր մարդկայնության դեմ հանցագործություններ են կատարել եւ կռվել են Ադրբեջանի դեմ, որոնք չգիտեմ հանցագործներ են բան, բոլորը պիտի հանձնվեն Ադրբեջանին։ Ինքը անուններ էլ տվեց իհարկե, կարծեմ Քոչարյանի եւ Սարգսյանի անունները տվեց եւ այլն, շատ հետաքրքիր է, որ Տեր-Պետրոսյանի անունը չտվեց։ Իսկ բուն պատերազմ ընթացել է Տեր-Պետրոսյանի ժամանակ։
Սա էլ ի պատասխան նրանց, որ Տեր-Պետրոսյանը ըստ էության կանգնեցնելով 94-ի պատերազմը, երբ որ մենք կարայինք այո հասնենք հենց Քուրիապ եւ փակենք արտահանման ճանապարհը, կասեցեց պատերազմ։ Իհարկե դա մենք գիտենք, որ Ռուսաստանի ճշմարտակարը, բայց այնուհանդերձ Հայաստանի ռազմական հաղթանակի միակ ճանապարհը փակել Ադրբեջանի արտահանումները, այսինքն հիմնական աղբյուրը ֆինանսավորման զենք չեն ունենա։ Բայց դա մենք այդ պահը կորցրեցինք, արդեն անցավ գնաց։ Այսինքն այս վնասները արդեն կա որտեղ է եւ նաեւ լինելու են, որտեղ այս պահանջները անընդհատ առաջ են գնում Հայաստանը եւ սեփական ժողովրդի կողմից թերավատություն է սկսում մեծանալ այսպես կոչված պետականության նկատմամբ եւ մեր արտասահմանյան գործընկերները եւս հասկանում են, որ դու ի վիճակի չես որևէ մի բան անելու, եկեք հստակ խոսենք։ Նայեք, ասենք իրենք ասում են 300,000 ադրբեջանցի պիտի վերադառնա եւ պիտի ապահովեք իրենց անվտանգությունը եւ պիտի վնասի հատուցում տակ։ Ինչի հայկական կողմը այս հարցը չի բարձրացնում։ Հայկական կողմի համար դա ավելի հիմնարար։ Հա, հիմա շատերը կասեն դե հայերը չեն գնալու, իսկ ով ասեց որ ադրբեջանցիք գալիս են։ Միջազգային իրավունքը գործում է մեծ մասամբ նախադեպերի վրա։ Վերցնենք նույն թուրք-հունական բնակչության փոխանակում, այսինքն մենք էլ եւս այդ հարցը պիտի բարձրացնենք եւ այդ վնասի հատուցան գումարն ավելի մեծ եւ բռնագաղթվածներն են շատ ավելի 350,000 հայություններ ապրում Արցախի տարածքից դուրս, այդ հələ Արցախը առանձին հարց է, 189,000 ադրբեջանցիներ ապրում Հայաստանում, սրանք պաշտոնական տվյալներն են։ Մենք նաև հատուցում ենք, ընդհանրապես ինչ է դիվանագիտությունը, դու բարձրացնում ես այդ հարցերը, ասենք նույն վերադարձի հարցը գաղթականների, հետո պայմանավորվում ես, որ երկու կողմերն էլ հրաժարվում են եւ գալիս ենք զրոյական տարբերակ, ինչ որպես իրենք արեցին։ Տեսեք, իրենք այս միջազգային դատարաններից հայցերի հարցը ոնց չեզոքացրեցին։ Հայկական կողմը ոգևորված սկզբից դիմեց միջազգային դատարանները, որտեվ ահավոր հանցագործություններ էին կատարել, հետո իրանք էլ դիմեցին, հիմա ասում են եկեք երկուստեք անենք։ Այս սա է հարցը։ Նրանց կողմից երբ որ պահանջ է դրվում, հայկական իշխանությունները որևէ հակակալ չեն անում, այսինքն չեն ստեղծում բանակցային կռվաններ, որպեսզի դրանցով բանակցեն եւ չեզոքացնեն նրանց պահանջները։ Զուգահեռաբար բոլորս էլի նորից հետևում ենք այդ քարոզչական նոր գործընթացին, Ադրբեջանը ամեն նորիա ռեժիմով տալիս է անգամ օրը 2-3 անգամ Հայաստանից իբրև գնդակոծություններ։ Նպատակը շատերը ասում են, որ դրանով ստեղծում է այդ հիմքերը, հիշում եք, կարծեմ եւ Ալեն Սիմոնյանն էր ասում եւ Արարատ Միրզոյանը, որ հիմքեր դեռ որևէ հիմքեր չկան, որպեսզի Ադրբեջանը պատերազմ սկսի, նա հիմա հիմքեր եւ առիթներ է ստեղծում։ Եվ մտավախություն կա եւ հարց կա, արդյոք որտեղ ենք մենք այս պահին գտնվում, կա երկու ճանապարհ եւ հիմա հարցս հետեւյալն է, այս ամենի հետ մեկտեղ, այդ քարոզչական իր գործընթացի նախաձեռնության հետ մեկտեղ կա երկու տարբերակ, այո, դեռևս չի ստորագրվում պայմանագիրը, սակայն բանակցություններ են շարունակվում, նա դատավարություն է անում, որը եւս հետո մենք կխոսենք ինչ նպատակի է ծառայեցնում այդ, քանի որ դա էլ պարզապես դատավարություն չէ, դա ամբողջ մի գործընթացի մեջ է պետք ճիշտ է նայել, ձգձգվում է, ճիշտ է, քննարկվում է, բայց բանակցային գործընթաց է։ Երկրորդը ոչ բանակցային գործընթաց չի, կասեցվում են բանակցությունները եւ այդ պատրվակը ստեղծելով 1000 մի պատրվակ կարող է ստեղծել Ալիևը եւ ռազմական ինչ որ գործողություններ են սկսվում։ Դուք ինչպես եք զգում այդ ուղղությամբ է տրամադրված Ալիևը գործելու եւ ինչին է սպասում։ Մի հարց էլ տամ ավելացնեմ եւ արդեն ձեզ նորից չխանգարեմ։ Կա կարծիք, որ Ադրբեջանը դա անում է այսպես պատրվակը ստեղծում է, բայց սպասում է Վաշինգտոնից, որպեսզի իրեն թույլ տան ինքը ռազմական գործողություններ անի։ Երկու տարբերակ, բանակցություններ են շարունակվում երկարատև տարիներով, երկրորդը կասեցվում են եւ հարցը լուծվում է արագ։ Այս ձեր բերած օրինակը ուղղակիորեն ցույց տվեց, որ ցանկացած պահի, երբ Ադրբեջանը ուզանա հարձակվել Հայաստանի վրա, անգամ եթե խաղաղության պայմանագիր ստորագրված լինի, ինքը կարող է նման սադրանք ստեղծել, մի քանի հայտարարություն անել ավելին։ Ինքը կարող է ցույց տալ սպանված ադրբեջանցիներ, մորթված ինչ որ ադրբեջանցի խաղաղ ընտանիք եւ այլն, ասել որ հայերն են արել եւ հարձակվի։ Երկրորդ համաշխարհային պատերազմը ինչպես սկսեց։ Գերմանական մի խումբ լեհական համազգեստ հակած հարձակվեց
Դանցիգի, ներկա Գդանսկի փոստատան վրա, դա ներկայացվեց որպես լեհական հարձակվում եւ եղավ կազուս բելի եւ պատերազմ։ Ասենք կազուս բելի միշտ կարելի է ստեղծել։ Առաջին համաշխարհայինը եւս հիշենք։ Միշտ այդպես է, որտեղ խաղաղության ու պատերազմը այդպես առիթներով չի, շատ ավելի լուրջ առիթներ են եղել, որ չեն հանգեցել պատերազմ։ Պատերազմը լինում է, երբ որ ռազմաքաղաքական հավասարակշռությունը խախտված է, այսինքն դա ոնց որ գետնի վրա իրողությունն է եւ կողմերը քաղաքական կամք չունեն խաղաղության։ Մենք երբ որ վերլուծում ենք, հասկանում ենք, որ Ալիևը տեսնում է, որ հայկական կողմը բացի խոսալուց լուրջ բան չի անում իր պաշտպանական դիրքերն ամրացնելու համար, որովհետեւ պաշտպանությունը դա միայն զենքի գնելը չի, դա դաշնակցային հարաբերություններն են, ասենք լուրջ երկրների հետ, դա համակարգային տնտեսական փոփոխություններն են եւ այլն։ Այդ առումով չի արվում եւ հռետորաբանությունից էլ մենք հասկանում ենք, որ Ալիևը ցանկություն չունի։ Հետևաբար ինքը միշտ էլ կարող է այդ պատրվակները գտնել եւ ստեղծել այդ ամբողջը։ Հայկական կողմը լինի Ալեն Սիմոնյան, լինի Փաշինյան, այդ հայտարարությունները, որ գիտեք այս բանակցությունները, չգիտեմ, զսպում, բանակցությունները չեն զսպում։ Ալիևը պարզապես ներկա փուլում ինքը վստահ չի, այո, ինչպիսին կլինի Թրամփի դիրքորոշումը։ Այսինքն, որտեղ Թրամփը անկանխատեսելի է, Թրամփը Բայդենը չի։ Եթե Ալիևի հարձակում Հայաստանի վրա, ասենք, Թրամփի դուրը չգա, այն պատճառով ոնց որ ինքն ասում, որտեղ քրիստոնյաները նրանք չկոտորեն, կամ ինչ որ մի պատճառով շատ ծանր կարող է լինի Ալիևի համար։ Բայց եթե ինքը համոզվի, որ Թրամփը եւ անձամբ Թրամփը, այստեղ արդեն Միացյալ Նահանգներն էլ չեն այդքան որևէ քայլ չձեռնարկի, ասենք պատժամիջոցներից, պատժամիջոցներ չեմ ասում, որ Ամերիկան հարձակվելու է Ադրբեջանի վրա, դա պարզապես կարող է, այսինքն անձամբ Ալիևի ընտանիքի դեմ պատժամիջոցներ լինեն, գույքի, սեփականության եւ այլն, Ադրբեջանի արտահանման, այսպես։ Հիմա մենք ինչ գիտենք։ Մենք գիտենք, որ այդ հայտարարություններից հետո եղավ հեռախոսազանգ Վաշինգտոնից անվտանգության հարցով խորհրդականը եւ նաեւ հատուկ բանակնացը Մոսկվայից այցելեց Բաքու։ Ինչի մասին է եղել այս ամբողջը։ Զանգը գիտենք, զանգի մեջ հստակ գրված էր, որ խաղաղություն եւ այլն, այսինքն դա ընդվորում, այո, դա այդ զանգը զսպել է Ադրբեջանին, Ադրբեջանը զսպել է։ Հիմա այցը մենք չգիտենք, այդ այցը ինչ էր, կարող է այցը շատ պրոհայկական է եղել, այսինքն գնացել են, մոտ են թափ տվել, ասել են մենք գնում ենք խաղաղության ամբողջ աշխարհում, ասած համը չանեք, թողեք մենք ինչ ենք անում։ Կարող է այդպես չի եղել։ Այսինքն հենց հարցը սա է, որ արդյոք մենք ունենք այդ հետախուզական աղբյուրները մեր երկիրը, որ ասենք լինի Բաքվից կամ լինի, չգիտեմ, Վաշինգտոնից, որտեվ առնվազն մի 2 տասնյակ մարդ գիտի ինչա տեղի ունեցել այդ իմանալ ինչ էր, ինչ խոսակցություն է, որի վրա էլ խարսխենք մեր ապագա քաղաքականությունը։ Մեզ մոտ ես այդ բանը չեմ նկատում։ Դրա համար էսպես է, անկախ ամեն ինչից, թե ով ինչ խոսում է, դրանք լավ է։ Ես չեմ տեսնում հայկական իշխանությունների կողմից, հատկապես տնտեսական ոլորտում այնպիսի քայլեր, որոնք հանգեցնեն, ինչ ասեմ, տնտեսության զարգացման հզոր, ընդհակառակը, այս հարկային նոր համակարգերը, չգիտեմ, նոր տուրքերը, բաները ստիպում են մարդկանց, որպեսզի եւ փակվում է համատարած, այսինքն բիզնեսներ, ել չեմ խոսում, որ այդ կոռուպցիա ու կաշառակերություն կոչեցյալը բոլորովին էլ չի կրճատվել, մի բան էլ ավելացել է։ Հետևաբար Ալիևը շատ լավ ամբողջին նամա, ինքը պահի է սպասում։ Մեծ առումով Ադրբեջանին եւ Թուրքիային պետք է Հայաստանի պետականության ոչնչացումը, բազմաթիվ անգամներ ենք ասել։ Կարող է դա անել, թե չի կարող է, ուրիշ հարց է։ Դե մեզ էլ պետք է մեր պետությունը պահել, ուրեմն մենք պիտի առնվազն կարողանանք ստեղծել, նորից եմ կրկնում, դաշնակցային հարաբերություններ։ Բերեք մի օրինակով խոսենք, տեսեք, հիմա Հայաստանի համար հնարավորություն է զարգանում, զուտ հնարավորություն կօգտվենք, թե ոչ, բայց որը առնվազն 3-4 տարի կտևի, մինչև այդ հնարավորություն իրականություն դառնա։ Հնարավորություն նկատի ունեք Եվրամիություն։ Ես նկատի ունեմ Եվրոմիության կամ եվրոպական երկրների կողմից անվտանգային եւ պաշտպանական նոր համակարգի ստեղծումը, որից դուրս է դրվելու, որի մեջ չի լինելու Թուրքիան, բայց եթե Հայաստանն ու Վրաստանը համատեղ աշխատեն եւ ներկայացնեն իրենց կարեւորությունը եւ այլն, եւ արժեքային հիմքի վրա եւ իսկապես ցույց տան, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է, ոչ թե ասես կեղծ ժողովրդավարություն, այո, մենք կարող է հայտնվենք այդ համակարգի մեջ։ Նման համակարգը մեզ համար կենսական կարեւորություն
ունի, որովհետև մենք եկեք իրականության նայենք, այո, զորացնենք բանակը միևնույնն է, շատ պետք է անկախ կրկին ամեն ինչից, բայց մեր կարողությունները բավարար չեն առանց դաշնակիցների դիմակայելու այն բոլոր լուրջ վտանգներին ու մարտահրավերներին։ Իդեպ դա անում են անգամ ամենամեծ երկրները, եթե նկատում եք, անգամ Միացյալ Նահանգները, որոնք գնում էին ինչ-որ մի երկիր գործողություն անելու, միևնույնն է իրենք փորձում էին ստեղծել, ինչպես իրենք են ասում, coalition of will, այսինքն կամքի կոալիցիա, համախումբ, եւ այդ դրոշի տակ էին անում։ Հիմա քանի որ չի ստացվում անգամ ՆԱՏՕ-ի եվրոպական թևի առանձին քաղաքականություն Ուկրաինայի հարցում, մենք տեսնում ենք, որ Ֆրանսիան եւ Բրիտանիան հանդես են գալիս հենց Եվրոպական եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, իրանք այդ տերմինն էլ օգտագործել են coalition of will-ի ստեղծում, որը կկանգնի Ուկրաինայի թիկունքին։ Բարի, հիմա փորձում ենք դուրս տեսնել, թե ինչպես Հայաստանը կարող է դուրս գալ այս փակուղուց, դուք մեծ դիվանագիտական փորձ ունեք, ընդհանրապես անհույս է Հայաստանի վիճակը, բացատրեմ ինչու եմ այդպես ձևակերպում, որովհետև կարծես թե մենք ամբողջ օրը սպասում ենք, թե Ադրբեջանը կստորագրի, թե չի ստորագրի, ասում են չէ, չի ստորագրի, Ադրբեջանը ուզում է խաղաղություն, թե չէ, ոչ, չի ուզում, Ադրբեջանը կհարձակվի, թե չի հարձակվի, Ադրբեջանը պատրվակ է ստեղծում, Ադրբեջանը նոր մարդիկ է ասում արտահանձնի, էս է պահանջում, այն է պահանջում, կարծես թե հասարակ մարդիկ, որոնք հասարակություն են ներկայացնում, նրանք ասում են մենք փակուղու մեջ ենք, արդյոք մենք այդքան ծանր վիճակում ենք։ Նախ ձեր գնահատականը արդյոք դա նշանակում է ծանր վիճակում է Հայաստանի դիվանագիտական ներուժը կամ այս պահը, որ մենք ունենք, եւ երկրորդը ինչ որ ելք տեսնում եք, ինչ որ քայլ տեսնում եք, որը կարող է անել Հայաստանը։ Գուցե ասեք ամեն ինչ ճիշտ է անում, հանդարտ, խաղաղություն է քարոզում եւ այլ, չասեմ, չպատասխանեմ ձեր փոխարեն։ Այո, վիճակը ծանր է, բայց անհույս չէ։ Անհույս վիճակներ չկան, այսինքն միշտ պետք է պայքարել եւ այլն։ Հիմա դիվանագիտության մասին է խոսքը գնում։ Մենք դիվանագիտություն չունենք, որտեղ դիվանագիտություն նշանակում է նախաձեռնություններ եւ որոշակի գաղափարների իրականացում միջպետական հարաբերություններում։ Մենք պարզապես, ձեր նշածից էլ երևում է, արձագանքում ենք Ադրբեջանի քայլերին։ Ինչ-որ մի բան են անում, պահանջում են, մեղադրում են արձագանքային դիվանագիտություն։ Այո, դա է։ Հա, բայց դա արդեն դիվանագիտություն չի, էլի։ Դա ինչ է։ Ոնց ենք ձևակերպում։ Դա սպասարկում է Ադրբեջանի շահերին։ Այսինքն, եւ այստեղ դու հաղթելու որևէ հնարավորություն չունես, որտեվ դու քեզ մեղադրում է արդարանում ես, լավագույն դեպքում դու զրոյական դիրքի վրա ես կանգնում, եթե կարողացար արդարանալ, բայց բացարձակ արդարացում չի լինում, որովհետև մարդկանց մտքի մեջ ինչ-որ մի բան մնում է, էլի, ինչքան էլ դու փաստերով ապացուցես, որ օրինակի համար կեղծ է այս դրույթը, այն դրույթը եւ այլն, միևնույն է, որ մի մաս մտածում է, չէ, ինչ-որ մի բան կար, որ Ադրբեջանն ասեց։ Տեսեք, իմ բերած հենց այս օրինակը, ինչի առ այսօր Հայաստանի իշխանությունները որքան սիրում են գնալ ճամփորդել եւ տարբեր բաները, ինչի նույն Մակրոնի հետ չեն հանդիպել եւ իմ ասած այդ օրինակը, որ մենք պատրաստ ենք մաս կազմելու այդ համակարգին եւ այլն, ինչ որ ցեվով նախաձեռնություններ ա պետք։ Եվ ամենաանհավանական նախաձեռնությունը հաճախ հետո մի սուալին է ստանում։ Ես հիշում եմ, որ ժամանակին Նազարբաևը խոսած Եվրասիական տնտեսական միության մասին, դա զուտ գաղափար էր, այսպես դատարկ եւ փուչ եւ բոլոր տեսանկյուններից դա ինչ որ դատարկ կառույց է, բայց Ռուսաստանը այդ գաղափարը բռնեց, իրականություն դարձրեց եւ այդ տնտեսական միությունը այսօր օգտագործում է իր շահերի համար սահմանափակելով մյուսների տնտեսական շահ։ Օրինակ Հայաստանը տուժում է այդտեղից, որովհետեւ այսինքն Ռուսաստանն, գիտեք, չէ՞ ոնց է կարգ, այսինքն բոլոր այս մաքսային բաները գնում է վճարումները Մոսկվա եւ այնտեղ 1.17% թե ինչ մենք հետ ենք ստանում, այն էլ ուշացումով եւ ամեն տարի մոտարապես արդեն 200 միլիոն 168-200 միլիոն դոլար կորցնում ենք, որտեղ ըստ էության ներմուծումը ավելի շատ է, գանձումներն ավելի շատ են։ Եվ այս որ անընդհատ Նիկոլը ասում է մեր բյուջեն լցնելու համար օրինակ համար այդ մաքսային խստացումները բան, դա մեր բյուջեի հետ կապ չունի, որտեղ դա կրկնում եմ, էլի գնում է Մոսկվա։ Հիմա ասած այդ օրինակը Եվրասիական տնտեսական միությունը վերցրեց Մոսկվան օգտագործում այդ բանը։ Հիմա շատերը կասեն, այ որ գնանք խոսանք եվրոպացիների հետ, ռուսները կնեղվեն, թող նեղվեն։
Իրանք ամեն ինչից նեղվում են։ Մենք ինչ անենք, չանենք նեղվում են։ Ադրբեջանից չեն նեղվում։ Այսինքն հիմա տեսեք, ամռանը հերթական մի փոքր զորավարժություն դիլնի, անգամ զորախաղ։ Մինչև մի 100 հոգի ամերիկացի ա գալու, ընդամենը եւ մի 10 զրահամեքենա։ Արդեն սկսել այս ռուսական պրոպագանդան հայերին համարյա ներկայացնում են, որ ամերիկյան բազա գալի է, շատ կուզեի, որ ամերիկյան բազա գար, բայց չի գալիս։ Ներկայացնում են սա գալիս է, որպեսզի հարձակվի Իրանի վրա։ Անհետեթության ինչ որ աստիճան, բայց մարդիկ կան, որոնք ներկայանում են իբր վերլուծաբաններ եւ այսինքն 100 ամերիկացի պիտի արձակվի Իրանի վրա, եթե 100 ամերիկացի կարան Իրանի հարցը լուծեն, այդ դեպքում Իրանը շատ թույլ պետություն է։ Ասածս հետեւյալն է, որ քանի որ միևնույնն է ժողովրդի լեզվով ասած ջուրը ընկած անձրևից չի վախենում, միևնույնն է հայ-ռուսական հարաբերությունները ելնելով օբյեկտիվ իրականությունից, ելնելով այն բանից, որ Թուրքիան եւ Ադրբեջանը կենսական կարեւորություն ունեն, կենսական, ոչ թե պարզապես կարոշ, կենսական կարեւորություն են Ռուսաստանի համար, մենք ինչ էլ անենք չենք կարող նրանց փոխարինել, այսինքն ավելի արժեքավոր լինել։ Հետևաբար մենք պիտի մտածենք մեր մասին, ելնելով կրկին այդ դրույթից, որ մենք միայնակ չենք կարող գոյատևել։ Փաստորեն այս ընթացքում, երբ որ մենք էլի տեսնում ենք, որ Ադրբեջանը ձգձգում են, ամենասկզբում մեր զրույցի դուք ասացիք խաղաղություն նույն րոպեին կարելի է ստորագրել, եթե կողմերը գնում են դեպի խաղաղության, թե կողմերը քաղաքական կամք։ Կա քաղաքական կամք, որը մենք չենք տեսնում։ Այո, չենք տեսնում։ Ադրբեջանի կողմից չենք տեսնում։ Եվ հակառակը մենք ունենք այդ փորձը այդ 26 տարի նախորդող 20 թվականին, որ Ադրբեջանը էլի բանակցություններ վարում էր, գալիս էր խելոք նստում էր բանակցում թուղթեր ստորագրում, որ խնդիրը չի լուծվի ռազմական ճանապարհով եւ այլն, այդպիսի, չէ, դա 3 կետերից մեկն էր, հիմնական 3 կետերից մեկն էր եւ ինքը ոտնահարեց։ Հիմա ինչ եք մտածում, բայց նա իրեն ներվեց։ Այո, ներվեց։ Դե հիմա հարցը այն է, իսկ ինչ եք մտածում, որ կստորագրի խաղաղության համաձայնագրի ու կոտնահարի չի ներվի, էլի կներվի։ Դա ուրիշ հարց է, դրան էլ կարող ենք անդրադառնալ, հիշելով նաև այդ 9 ներողություն նոյեմբերի 9-ի ամբողջ փաստաթուղթը, որ էլի իր ստորագրությունը դրված էր, բայց դրժվեցին, սա հեչ եղավ։ Վերադառնամ այդ հարցին, որ ժամանակ է ձգում, այն ժամանակ էլ էր ժամանակ ձգձգում եւ օգտագործում էր այդ ժամանակը պատերազմին պատրաստվելով։ Հիմա իմ հարցն է, եւս հիմա նա նույնպես մենք տեսնում ենք, որ ժամանակ է ձգում։ Պահանջներով եւ այլն, բայց զուգահեռաբար նա նաեւ զինվում է եւ դիվանագիտական մեծ հսկայական աշխատանք է տա, մենք տեսնում ենք արդեն ինչ տնտեսական նոր կապեր է ստեղծում։ Մենք ինչպես ենք օգտագործում ժամանակը։ Կարող եք բացականից չսկսենք, ասենք գոնե մի հատ դրական բան տեսնենք, ասենք այս լավ բան է, այս ժամանակը մենք ճիշտ ենք օգտագործել, կամ չուղղորդեմ ձեզ ընդհանրապես, գուցե չեք տեսնում, եթե տեսնում եք խնդրանքս դա էր, որ ասեք, եթե ոչ ձեր գնահատականը ինչպես է Հայաստանը օգտագործում այս ժամանակը։ Ամերիկացի մի շատ հայտնի փորձագետ կա Ռեյ Քլայնը անունը, որը իրենց հետախուզության երկրորդ դեմքն էր, բավական հայտնի մարդ է, եւ գոյություն է Ռեյ Քլայնի բանաձև պետության հզորության մասին։ Այն ուրեմն բաղկացած է երկու մասից, առաջի մասը, այսինքն փակագծերի մեջ երկրի բնակչություն, տարածք եւ տնտեսական հզորություն, այս երեքի գումարը բազմապատկած այդ երկրի ստրատեգիական նպատակի եւ այդ նպատակին հասնելու կամքի գումարով, այսինքն մի 3 միավորի գումարը բազմապատկած 2 միավորի։ Հիմա գանք։ Բնակչություն։ Չէ՞, պիտի հաշվենք այս հոգուտ մեզ ինչ են արել դրական։ Բնակչությունը կրճատվում է։ Բնակչությունը ծերանում է։ Մի ցուցանիշը բացասական է։ Տարածքը փոքրանում է, ֆիզիկապես փոքրանում է, գրավում են։ Հենց այդ Կիրանցի այդ բանը տարածքը ավելի խոցելի է դառնում։ Կարելի է ինքը մնա նույն չափի, բայց երբ որ նա մի բլուր է գրավում օրինակ նույն այդտեղ եւ այդ 5-10 կիլոմետր հանգիստ կարող է կրակի տակ պահել, տարածքը փոքրանում է։ Երրորդ տնտեսական հզորություն։ Տնտեսական հզորությունը եւս վատ է։
Ինչա տեղի ունենում թանկացումների պատճառով եւ տարբեր մախինացիաների պատճառով օրինակ ասում են զենքի գնումները այսքան տոկոսով ավելացել կներեք առաջ այդ 20% ավելացված արժեքը չէի հաշվում հիմա հաշվում եք ստացվում է որ դուք ավել եք 20% վճարում հետո է ճիշտ է 20%-ը պետությունը էլի հետ է ստանում իրա մի գրքան բայց ժողովրդի վրա խապում եք ասում եք 20% ավել ենք տվել այդ բանին մյուս կողմից դուք պարգևավճարներ եք տալիս այդ գեներալներին բան որոնց կաշառում եք որոնք հանձնեն այդ հողերը այսինքն մենք տեսանք այդ 3-ի գումարը փոքրացել է հիմա գանք հաջորդ երկրուսի գումարը Ստրատեգիական նպատակ, որևէ նպատակ չկան, հակառակը բոլոր ազգային նպատակներ հրաժարում եւ այդ կամքն էլ չկա։ Եթե միայն այդ երկրորդ մասը չլիներ, այսինքն նպատակի բացակայությունն ու բանը, ինչքան էլ մեծ թիվը դուք բազմապատկեք 0-ով, վերջը ստանալու եք 0 Իսկ քանի որ նաև առաջի այդ գումարելիների գումարն է փոքրացել 0 է։ Սա այսպես գիտական բացատրություն այն բանի, որ որևէ լավ բան չի կատարվում։ Չկա մի օրինակ, սուտ են խոսում։ Չկա մի օրինակ։ Այսինքն ժողովրդի կյանքից սկսած, որ ինքը մի հատ հասարակ դիմում է գրում, որ օրենքը նախատեսում է 10 օր պատասխան ու այդ պատասխանը չկա։ Եվ ես այս կոնկրետ օրինակ բերեմ։ Մենք բարեգործության համար, ասենք Ռուսաստանի մեր ընկերներից, այսինքն ստանում ենք կոշիկներ, որոնք բաժանում ենք ժողովրդին։ Մենք ասելով նկատենք մասնավոր անձինք։ Հիմա իրանք ուզում են ավելացված արժեք իհարկե դրա համար վճարենք, որովհետև ինչ որ բաներ են սարքել։ Լավ, ասում ենք, չեն կարողանում այս 2 շաբաթա, 3 շաբաթա որոշեն, թե պիտի վճարենք, թե չպիտի վճարենք, ինչքան պիտի վճարենք, ոնց այս նամակն են, սա բարձ մի հատ օրինակ եմ ձեզ բերում, որ նման բաներ չկար առաջ։ Նման բաներ չկար, շատ ավելի հստակ էր պետական ապարատը գործում, շատ ավելի, այսօր լրիվ էրոզիայի մեջ է, այդ հեքիաթները, որ այո, լիքը թերություն կար, տեսագրությունները կարելի է նայել, ես քննադատել եմ եւ այլ միշտ, բայց նման անպետական վիճակ, նման պետական ապարատի ապիկարություն երբևէ չի եղել։ Այսինքն խնդիրը ոչ միայն այդ ստրատեգիական մեծ հարցերն է, որի մասին որ խոսում ենք, որտեղ տանուլ է տված, կենցաղային հարցերը տանուլ է տված, չեն կարողանում։ Այսօր Երևանում մի քիչ անձրև է եկել եւ Երևանում երթևեկությունը մեռել է։ Չկա երթևեկություն, այդպես է, եւ ինչ են այս լուծման ձևը որն է, դնել, պատժել, տուգանել, պարտադրել մարդկանց, իրենց պարտականությունը չեն կատարում, բայց ժողովրդի վրա են դրում։ Հետեւաբար, անձամբ ես որևէ մի դրական բան չեմ տեսնում։ Անկամ այն խոստումները, որ նախկիններին պատժել, էդ էլ չեն արել։ Հետել չեն արել։ Հետևաբար ես առաջարկում եմ հեռուստադիտողները թող այս մեր հաղորդման տակ օրինակ ամեն մեկը գրի ինչ դրական բան է տեսել։ Հասկանանք օրինակ իրանք ինչ են տեսել, որ մենք չենք նկատել։ Ես չեմ նկատում այդ որևէ դրական բան։ Հայտնի ձևակերպում կա անհատի դերը պատմության մեջ։ Այո։ Եկեք տեսնենք Հայաստանի իշխանությունները ասում են դե իրավիճակը այնպես է եղել, որ ես եկել եմ եւ սրան եմ դեմ առել եւ հիմա փորձում եմ արագ իրավիճակային լուծումներ տալով, տեսեք դեռելի մենք պատերազմ չունենք, խաղաղ է այս մի տարին եւ այլն, մենք այսքան լավ բան ենք արել։ Մյուս կողմից մարդիկ ասում են Թող Փաշինյանը դուրս գա, չի կարողանում ինքը կապիտուլյացիա եկամ այդ ամսի նոյեմբերի 9-ը ինքը ստորագրել է, արդեն դա բավարար է, որպես ինքը դուրս գա, այլ բանակցող գա, այլ մարդ գա, ցանկացած մեկը ոչ Փաշինյանը։ Ես իմ հարցս դա չէ, որ Փաշինյանը այսօր, չէ, երևի թե դա է։ Արդյոք Փաշինյանը դա միակ այն մարդն է, որը այսօր կարող է այս իրավիճակից լուծումը գտնի։ Եթե ոչ, ապա ինչ ճանապարհ կա, որպեսզի հանրությունը եւ Փաշինյանը, չէ, որ իրենց մոտ ինչպես էր քաղաքացիական պայմանագիր չի իրենց մոտ, այսինքն նրանք պայմանագիր են կնքել քաղաքացիական։ Այդ պայմանագիր կոչվածը միշտ էլ կարելի է լուծարել, ճիշտ է։ Որ լուծարվի այդ պայմանագիրը։ Իրենք վաղուց են լուծարել, որովհետև իրենց խոստումներից որևէ մի խոստում չեն կատարել։ Սկսած այդ որ ժողովուրդը տուգանքի մատերիալ չի, իսկ հիմա մենք տեսնում ենք, որ այդ տուգանքները շատացել են, այդ ես մանր բաներն եմ դեռ ասում, էլի մի մոռացեք, իրենց 21 թվականի
պայքարի ընթացքում հիմնական դրույթներից մեկը դա Շուշիի եւ Հադրութի ազատագրումն էր եւ դա միացումը Ղարաբաղին։ Հիմա ինչ եղավ, ազատագրեցին Շուշին եւ Հադրութը, ել չեմ խոսում մյուս բաների մասին։ Գիտեք, ցավոք սրտի հայկական քաղաքական դաշտում կարևորը թե ով ինչ լավ միտք կհնչեցնի։ Այո, շատ բացասական է Նիկոլ Փաշինյանի դերը, շատ բացասական է։ Չլներ Նիկոլ Փաշինյանը, օրինակ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը այդպեսին չլինի։ Երբ որ ես առաջ անգամ այդ փաստաթուղթը հասկացա, որ դա մի տգետ, անուս, դիվանագիտությունից ոչինչ չհասկացող մարդ է, բանար է, հայկական կողմի ընդհանրապես շահ չկար այդտեղ, այսինքն մի հատ արտգործ նախարարության ցանկացած երրորդ քարտուղարի եթե տայր, նա կնայր եւ դրա մեջ ականներ կար, որ այսինքն ինքը այսինքն տեսնել, էլ չեմ ասում դրա իրականությունը, ինչ է sense ափալ-թափալ եկավ բոլոր ռազմագերիներին, այդ թվում նաեւ հանցագործներին, որոնք դատված էին, իսկույն հանձնեց Ադրբեջանին, ինչ էր դա տալու, պահեր փոխանակությունով կգնայր, 10 հատ կտայր, 10 հատ կստանայր եւ այլն։ Այսօր ամբողջ ազգովին նստել զբաղվում ենք, թե ոնց անենք այդ 9-րդ կետը իրականություն դառնա, երբ որ բոլոր 8-ը մենք արել ենք, այսինքն ինչը մեր կողմից տալ էր։ Կամ ինչ էր նշանակում այդ կետի մեջ Ղարաբաղի հարցը եւ այլն մյուս հարցերը, այդ բաներով դնել Եթե մի բան ես զիջում, դիվանագիտությունն ունի սկզբունք, եթե դու մի բան զիջում ես, դա պիտի կապես ինչ որ նրա կողմից մի բան քայլի հետ, որևէ կապակցություն չկար, որովհետև շատ պարզ, երկրորդ կուրս չի ավարտել, հասարակ դիվանագիտական մի հատ դասընթացների, ավարտած կլներ կհասկանար։ Եվ իր ամբողջ թիմն է այդ ձև, իր ամբողջ թիմը հետևյալն է, ստախոսների թիմը, այսօր ես կարդում եմ, ով էր Թորոսյաններ, թե Միրզոյաններ, ասում է մենք ոչ մի հարցում զիջե 17 կետերից ոչ մի հարցում զիջում չենք արել Ադրբեջանին։ Ինչպես ասում էր դասականը, «Յա իրոք»։ Այդ ոնց հարցում ոնց զիջում չեք արել։ Բա ասում եք, որ սահմանադրությունը չեն փոխի, գնում եք սահմանադրության փոխման, ասում եք, որ եվրոդիտորդներին սահմանից չենք հանի, արդեն այդ թեման կա եւ բազմաթիվ, հետո մյուս կողմից հրապարակեք այդ 17 կետերը, երբ որ Սերժ Սարգսյանը Ցյուրիխում ստորագրեց այդ տխրահռչակ փաստաթղթերը, դրա բնօրինակները դրվեցին արտգործնախարարության կայքեջում, մենք տեսանք, ծանոթացանք, վերլուծեցինք, քննադատեցինք եւ այլն։ Դե լավ, ասում եք ոչ մի բանում չեք զիջե, տպեք։ Դրեք շրջանառության մեջ մի հատ հասկանանք, չէ՞։ Ոչ թե լսելով կողքից բան։ Մի հատ ասեք այս 17 կետն է, ոչ մի հարցում էլ չենք զիջե։ Ժողովուրդն էլ կտեսնի, որ իսկապես չեք զիջեք, ասի, չէ, Պապյանը սխալ էր ասում, իրանք իսկապես չեն զիջել։ Կամ հակառակը, կասի ստախոս եք, այս 17 կետերից 16-ը զիջել եք, մեկն էլ ինչ որ չեզոք կետ է եւ այլն։ Դրա համար ստախոսությունը որպես հիմնական գործիք այս իշխանությունների համար աշխատող երևույթ է։ Ձեր կարծիքով ինչու չեն հրապարակում այդ կետերը։ Որովհետև եթե հրապարակեն, ակնհայտ կդառնա, որ այդ ամբողջը մեր դեմ է։ Ակնհայտ կդառնա, որ ոչ թե սա համաձայնեցված կետեր են, այլ ընդունված կետեր են, այսինքն Ադրբեջանը դրել է որպես վերջնագիր եւ իրանք հերթով ընդունում են, բայց նորից եմ կրծում։ Այս 17-ին արդեն 7 հատը բարձրաձայնվել է, նորից 7-ը։ Եվ վստահ եմ այդ նորից 7-ին էլի է 7-ը գալու։ Սա անվերջ է եւ դրա մասին մենք միշտ ասել ենք, որ եթե չկա ցանկություն Ալիևի Ադրբեջանի կողմից, ստիպելով չես կարող, չէ՞, համաձայնագիր ստորագրես խաղաղության։ Եվ պատտվում գալիս ենք մեր զրույցի ամենաառաջին կետին, երբ որ դուք ասում եք փոքր են ցույց տրվում այն բոլոր խնդիրները, վնասները, որոնք այս գործընթացը հասցրել է կամ հասցնելու է մեզ։ Այսինքն մենք դեռ գոնե առնվազն այդ 17 կետերը պետք է առերեսվենք այդ 17 կետերի հետ, որ հետո գոնե տեսնենք ինչպես ասում են մեր։ Չէ, բայց ինքը այդ 17 կետեր համաձայնեցել էլ չի ուզում ստորագրի։ Այդպես չի, որ Ալիևն ասում է դե լավ համաձայնեցինք, եկանք այս ստորագրենք, հետո ուրիշ կետեր, չէ, ինքը ասում է այս կետերն էլ կանեք, նոր կստորագրենք։ Պարոն Պապյան, այս իրավիճակն է։ Կներեք, նշեցնեմ, որ նաև Թուրքիան արդեն հարցի մեջ միջամուխ եղել եւ այսօր իրանք հայտարարություն արեցին, երկու կետ էլ իրենք հրճակեցին։ Այսինքն մի բան, որ երբեք մենք մոտ չէինք թողում Թուրքիային։ Այսօր Թուրքիան դառնա լիիրվա բանակցային կողմ, ինքը մեջ է մտնում, ինքը պահանջներ է դնում եւ այլն եւ այլն։
առաջ մենք ասում ենք գնա զբաղվի Կիպրոսի հարցով, դու մեզ մեղադրում ես Ես հետ ասեմ գլխավոր շտաբում իրանց, երբ որ Կվրիկ Օղլուն հելավ ելույթ ունեցավ, ասեց բանը Հայաստանը 20% օկուպացրել է, ես էլ վերկեցա ասեցի, սա խոսում է մի երկիր, որը 37% օկուպացրել է Կիպրոսի, եւ Կվրիկ Օղլուն թուղթը շպրտեց, ասեց արտգործնախարարության ասենց հիմար բաներ չգրեն տան ձեռս, որտեւ ինքը հասկացավ, որ այդ փաստարկի դեմ ինքը բայց ասող է պետք, չէ։ Ասող է պետք, եթե դու չգիտես կամ այդ պահին ուղեղը չի աշխատում, որ արագ պատասխանես, հետո արդեն դա համարվում է որպես մարսած։ Իսկ ինչի նույն Թուրքիային հստակորեն չի ասվում, որ դա ոնց որ ասած քեզ չվերաբերող հարց է։ Հիմա տեսեք, նույն Թուրքիայի հարցում հսկայական զիջումներ գնաց Հայաստանը։ Ի վերջո, այս մեր հաշվին լրագրողներին բերել եւ Թուրքիան ուղերձել է դրանով է։ Իբր սահմանը բացել։ Դեռ մի կողմեն եմ դնում, որ այդ սահմանը բացելը Հայաստանին բացի վատից լավ բան չի բերելու։ Ես կարամ փաստերով ապացուցեմ։ Բայց անգամ այդ պարագային Թուրքիան չի բացում։ Հիմա հարց կառաջանա, ասում եք, իսկ ինչու՞, չէ, եթե վատ է բերելու, ինչու չի բացում։ Ադրբեջանը չի ուզում։ Որովհետև Ադրբեջանի համար Հայաստանին մեկուսացված պահելը վատ ու լավ արդեն էական չի, խեղճացած պահելը իր ստրատեգիական նպատակն է։ Այս իրավիճակից որևիցե լուծում, տեսեք, դուք առաջին քայլը Թուրքիայի հետ ասեցիք ինչպես բան, լուծումներ, ասենք դուք եկաք, մենք խոսեցինք այդ անհատի դերի մասին, չէ, պատմության մեջ, ես չեմ ասում այդ անհատը հենց դուք եք, բայց այս պահին ձեզ եմ ուղղում այդ հարցը, դուք եք այդ անհատը։ Նախ դու ամենասկզբում որ հարցրեցի, ասեցի փակուղային է վիճակը, դուք ասեցիք ծանր է վիճակը, բայց անհույս չէ։ Այդ որտեղ եք տեսնում ինչ որ հնարավոր քայլ, որը գուցե հուշեք մեր, այսպես։ Նախ ասեմ, որ այս իշխանությունները որևէ հուշում չեն ընդունում։ Ես 18 թվականին, երբ որ դեռ հույսեր կար, որ այս իշխանությունը ինչ որ մի բան կանի, մի երկու անգամ գրավոր առաջարկներ եմ մանրամասն ներկայացրել եմ։ Եվ դեռ մարդիկ կային, որ քիչ թե շատ մտածող էին այս իշխանության մեջ։ Այդ բոլորին իհարկե Նիկոլը հանեց։ Նիկոլը չի կարող հանդուրժի որևէ մեկին, որը մի քիչ մտածում է։ Տեսեք, մի օրինակ բերեմ, հետո դրան կանդրադառնամ։ Ասում է Թրամփի անվտանգության հարցով խորհրդականը զանգեց խոսած Ալիևի արտաքին քաղաքական հարցերով խորհրդականի հետ, Հաջիևի հետ։ Հիմա հարց. իսկ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական նովա կամ անվտանգության հարցերով խորհրդական նովա չկա։ Սա միգրայու սամ պայու Նիկոլը։ Ինքը ով էլ ուներ հանեց արտաքին քաղաքական հարցերով ուներ, արտաքին տնտեսական հանեց, ինչ որ անհասկանալի մի հատ գյուղապետի բերեց դրեց ինչ որ туриզմի զարգացման, այսինքն այդ նույն խորհրդականների պաշտոնը, որ իր կողքը կա, մարդկանց աշխատավարձով ապահովելու բանը, որևէ խնդիր չեն լուծում։ Սրա համար։ Հետևաբար արդեն այդ կապը խզված է, եթե անգամ դու ցանկություն ունես մի բան էլ խորհուրդ տաս եւ այլն, խզված է։ Ինչ կարելի անել։ Շատ պարզ է, վերությունը հետեւյալն է, առանց դաշնակցի հնարավոր չի։ Թիվ մեկը Միացյալ Նահանգներն է։ Գնացեք ոչ թե զբաղվեք օրինակի համար մասնակցելով դեմոկրատների կոնվենցիաներին եւ պրոդեմոկրատական շարժերին, այ աշխատեք նույն հիմա Թրամփն է, Թրամփի թիմի հետ աշխատեք։ Այնտեղ հնարավորությունը կա այդ բանի։ Ներկայացրեք, տեսեք, այսօր Ամերիկայում աշխատող ոնց որ ասած գործոններից մեկն է եւ իրենք բազմաթիվ անգամներ նշել են, դա քրիստոնեության գործոնն է։ Իրենց համար, որովհետև հանրապետականի ընտրական զանգվածը հիմնականում այդ միջին ամերիկացին են, ինչպես իրենք են ասում, National Christians, սրանք են, սրանց հետ աշխատեք, սա միջոցով իշխանության վրա աշխատեք եւ դա ազդեցիկ է, ապահովեք ինչ է խանգարում, որ այսօր, հենց այսօր առաջարկեք Միացյալ Նահանգներին, ինչպես Ամերիկան 92 թվականներ առաջարկում Արզնի օդակայանը վարձակալելու եւ տեղակայելու մի գումարտակ զորք։ Արեք, էլի կրկնում, ռուսները դեմ կլինեն, թո դեմ լնեն։ Դեռևս իրանցել այնտեղ բազան կա։ Այդ ղրղիզները կարողացան միաժամանակ իրանց երկրում ամերիկյան եւ ռուսական ռազմաբազա ունենալ։ Բա մեծ խոսում ենք, մենք հայ ենք, մենք հազարամյա ենք, ղրղիզի չափել չկաք։ Արեք, իրենք կարողացան։ Սա է հարցը։ Նույն այդ ոնց Ադրբեջանը կարողանում է իր տարածքում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի զորքեր տեղակայել եւ այլ, դուք չեք կարողանում։ Գիտեք, ես նույն ամերիկացիներից շատ եմ խոսացել, բավական բարձր պաշտոն։ Երբ որ ես
Դեռ Սերժի ժամանակ լավ հիշում եմ, հետևյալն է, թե Քոչարի, հա Սերժն էր։ Օրինակ երբ որ հարց եղավ, ինձ ու Իգոր Մուրադյանին կանչել էին, ուզում էին հասկանային, հա, ոնց եղավ ԵԱՏՄ մտանք, իմ պատասխանը հետևյալն էր։ Այն վաղ հիշում եք Մայք Ռուբին կար, նա էր բանը, Ռուբինն էր բանը։ Ուրեմն իսկ ինչի Հայաստանը այդ քայլի գնաց։ Ասեց նա, քանի դեռ կա վտանգը Թուրքիայից, Հայաստանը միշտ ապավինելու է այդ անվտանգության հարցով Ռուսաստանին։ Ինքը ասեց դուք կարծում եք, որ հայ ժողովուրդը կարծում է, որ Թուրքիան իր վրա կհարձակվի, դա ռեալ չի։ Ասեցի, վարացի հիմա արդեն տարիներ անց էր, ասեցի, նայեք, կարևոր չի դա ռեալ է, թե ռեալ չի, կարևորն է նա հայ ժողովուրդը այդպես մտածում է։ Հիմա իրակ ամենակարևոր միտքը։ Եթե դուք ունեք անվտանգային նման խնդիրներ, ինչու ձեր իշխանությունը մեր առջև այդ հարցը չի բարձրացնում։ Չի ասում, որ ես Ռուսաստանի հետ եմ, որովհետև ես ուզում եմ անվտանգության հարց լուծեմ։ Եկեք մի հատ տեսնենք, գտնենք միասին ինչ տարբերակ կլինի, չգիտեմ, ռազմականի տեղակայում կլինի, ինչ որ զենքի տրամադրում կլինի, ինչ որ մի բան, եկեք որոշենք։ Մենք հանդես ենք գալի, ազգային ժողովրդի գիտեք, ՆԱՏՕ-ի ոչ անդամ Միացյալ Նահանգների հիմնական դաշնակցի կարգավիճակը ստանալու։ Այդպես մոտ 20 երկիր հիմա կա, որը հնարավորություն է տալիս։ Եվ իմ խոսքերը մարդիկ խեղելով կեղծեցին բան, որ եթե դուք այդ կարգավիճակը ունեք, այսինքն ընդհանրապես քվեարկության համար 8 րոպե է պետք, որպեսզի կոնգրեսը որոշում կայացնի, քեզ ցանկացած քանակությամբ եւ գնով հաճախ էժան գնով, հաճախ անվճար զենքի հատկացման եւ այլ մասնագետների հատկացման հարցով։ Նման փաստաթուղթ, այսինքն որ ասում եմ դաշնակիցները պետք ծեռել, չեք կարող հնարավոր չի այսօր կառույցի մեջ մտնել, ուրեմն երկու կողմը զարգացրել։ Նույնը, դուք գիտեք ինչքան է վատացել Հայաստանում ռազմաարդյունաբերական ոլորտում աշխատանքներ կատարելը եւ ինչ մաֆիա է ստեղծված Հայաստանում ավելի վատ քան անցյալում էր այդ հեքիաթները տիեզերագնացության օթագնացը սա սուտ է հասկանում եք օրինակի համար պատերը հիշում եք 2020-ի ժամանակը որ հին օրենքներն օրինակ դուք կարող էիք եւ եղավ ասենք դրսից գնել մի հատ դրոն կամ ինչ որ մի բան եւ ուղարկեիք Հայաստան ինչ որ մի բանի համար եւ դա արվում էր հիմա չեք կարող Նիկոլը ստեղծել է իր կից կառույցներ որոնց տվել է մոնոպոլիան որ նրանց միջոցով պիտի անեք որ փող ուտեն մեջ եւ լիքը նման բաներ կա մենք հաճախ չենք տեսնում մինչեւ չենք բախվում այդ ամբողջին չենք հասկանում ինչա մյուսը ինչ պիտի արվի հարկերը այդ բաները մոնոպոլիզացա ռուսական ընկերությունները ինչի օրինակի համար 60,000-ից օրինակի համար միանալու էլեկտրական այդ համակարգին, ասենք տուն ես կառուցել։ Առաջ 60,000 էր, այդ Բիբինի դեմ ցույց արին։ Եկավ Սամվել Կարապետյանը, բան մեր հայրենակից էր։ Իմաստ են 250,000 է։ Ինչի համար։ Այդքան թանկացել է աշխատուժը եւ հումքը, որ դուք բան եք անում։ Երրաֆաս գիծը քաշելը արտադրության համար։ Ես ասում եմ, որտեղ գիտեմ ընկերներ ունեմ, եկել են Ամերիկայից, ուզում են այդ արտադրությունը $25,000 չափ է։ Դրա միայն բանը 150 մետրի վրա կա։ Այս պայմաններում ոնց կարող է տնտեսությունը, ինչ պիտի արվի, հենց այդ է։ Պետք է հնարավորություն ստեղծվի, բան լինի, տնտեսությունը զարգանա, նաև իսկ այդ ընթացքում էլ պետք է խոսալ եվրոպական եւ ամերիկայի հետ միասին եւ ամերիկայի անվտանգության հարցերով սա է իրանք տեսնում են մեզ խեղճացնում են ինչի չի անում Նիկոլ Փաշինյանը շատ բարձ պատճառով ինքը մտածում է սեփական աթոռի մասին հիմա ինքը հասկանում է որ արևմուտքին այլևս այդքան հնարավոր չի երկար խაფել հիմա էլ գրում ասենք Պուտինի հետ խաղեր տալու Մայիսինի մասին եք խոսում։ Այո, մայիսինի մասին եմ խոսում եւ լիքը այլ բաների մասին։ Մենակ մայիսինով չի։ Բայց դուռը փակված չի մեր առջև։ Ճիշտ է։ Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների իհարկե փակված չի, բայց հայ-ամերիկյան վարժանքների մասին դուք հիշատակ եք։ Այո, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ նախկին, այսպես կոչված պրոռուսական իշխանության ժամանակ մեր հարաբերությունները նույն Ամերիկայի հետ ռազմական շատ ավելի խորներ, շատ ավելի մեծ էր։ Օգտվելով ժողովրդի չիմացությունից խափում են մարդկանց։ Մենք գիտենք ինչ ծրագրեր ենք իրականացնել նույն 2000-ակ։ Ես
Մոտ 2 տարի եղել եմ անվտանգության համագործակցության վարչության պետ արտգործնախարարության, որը ինչ էր նշանակում, այդ անվտանգությանը մենք համագործակցում էինք Արևմուտքի հետ։ Դա տարբեր բաժիններ ուներ, սկսած կրթական համակարգում էինք համագործակցում, չգիտեմ, մյուս այդ ուսումնակ եւ այդ այն ժամանակ բանը կարելի այդ outsourcing, այսինքն որ իրենք որոշակի պատվերներ, հատկապես ինտելեկտուալ ոլորտում այդ ամբողջը կա։ Հիմա այդ ձև բան չկա։ Ուղղակի էս իշխանությունները նաև օգտվելով այսօրվա այս տեխնոլոգիական հնարավորություններից շատ ավելի լավ են PR-ի մեջ։ Խափելով գնում են ասում են, տեսեք, ռուսերն էլ իհարկե օգտվում են։ Իդեպ ասեմ, այդ կեղծ լուրը ես հատուկ ստուգել եմ կապված այդ որտեղից է գալիս։ Ռուսաստանից մտավ մեր դաշտը, բայց ոչ թե կեղծ լուր, այդ լուրի չափազանցումը 3 աղբյուրից է, 3-ն էլ ադրբեջանական են։ Որ լուրի մասին էր խոսքը այսպես կոչված որ իբր ռազմաբազա է, ամերիկյան ռազմաբազա է տեղում։ Այս վարժանքների Այո, դա ինքը փաստը կա, այսինքն, բայց կարելի է ճիշտը գրել, իրականությունը, որ սա զորավարժություններ են, այսինքն սավալի։ Այսինքն նրանք լավ PR են անում իրենց, բայց միջազգային ասպարեզում Նիկոլ Փաշինյանը լավ PR է անում անձնական Հայաստանի ներսում։ Այո։ Հիմա տեսեք, իրենք ինչ են ասում են, մենք խաղաղություն ենք բերում, իսկ մնացածները պատերազմ են ուզում։ Ես հիշեցնեմ, այստեղ եմ խոսացել, դա 20-20-ից առաջ էր։ Ասում էին, Բևերը գա իշխանության պատերազմ կլինի, Սասնա ծռերը կան իշխանության պատերազմ, մենք ասում ենք հակառակը։ Մենք խաղաղություն կբերենք, դու պատերազմ։ Հիմա փաստա, չէ։ Պատերազմը բերել եք, որ ասում եք պատերազմ չկա, ոնց չկա։ Այդ 20-20-ը պատերազմ չէր կամ 22-ը պատերազմ չէր, թե այդ ամբողջը բան էր ուղղակի կամ այսօրվա մեր սահմանների վիճակը, որ գրավել են 250-ից մինչև ասում են 1000 քառակուսի կիլոմետր, այդ էլ չգիտենք հստակ այդ բանը, դա պատերազմ չի, բայց պատերազմը ոնց ալու։ Մյուս կողմից, քանի դեռ չկա խաղաղություն դե յուրե, այսինքն փաստաթղթով, դե ֆակտո գետնի վրա, ուրեմն պատերազմ է։ Շնորհակալ եմ ասորվածության համար։ Սիրելի հայրենակիցներ, ես ձեզ եմ շնորհակալ, որ լսում եք մեզ հետ եք այս ընթացքում։ Modus Vivendi կենտրոնի ղեկավար ազգային ժողովրդարական բևեռի խորհրդի անդամ պարոն Արա Պապյանն էր, մեր զրուցակիցը զրուցվար մեր Գայանե Արաքելյանը, բարին ձեզ։